Հրաձգություն Ֆլորիդայի համալսարանում Տալահասիում 20-ամյա ուսանողը շերիֆի տեղակալի որդին սպանել է 2 և վիրավորել առնվազն 6 մարդու։ Հյուսթոնից Մեքսիկա ուղևորվող ինքնաթիռը շարժիչի հրդեհի պատճառով վերադարձել է։ Ուղևորները տարհանվել են, բարեբախտաբար զոհեր չկան։ Գերագույն դատարանը նշանակել է լսումներ Թրամփի վարչակազմի նախաձեռնած ծնունդով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունքի մասին։ $1 միլիոն շահում Կալիֆոռնիայում անօթևան հաջողակը տուն և մեքենա է պատրաստվում գնել։ Դաշնային դատավորը մերժել է օրենքը, ըստ որի մինչև 16 տարեկանները սոցիալական մեդիա օգտագործելու համար պետք է ծնողական համաձայնություն ունենային։ Սպիտակ տանը հանդիպել են Միացյալ Նահանգների նախագահն ու Իտալիայի վարչապետը, առանցքում առևտրային պատերազմ ու ՆԱՏՕ։ Մերիլենդի սենատոր Քրիս Վան Հոլենը կրկին մերժում է ստացել, փորձելով տեսակցել Կիլմար Աբրեգո Գարսիային։ Դաշնային դատավորը երկրորդ անգամ է մեղադրել Google-ին մենաշնորհային դիրքի չարաշահման մեջ, այս անգամ գովազդային տեխնոլոգիաների պատճառով։ Թրամփը քննադատում է դաշնային պահուստի նախագահին տոկոսադրույքները չնվազեցնելու համար ու հայտարարում՝ նրա հեռացումը պետք է արագ տեղի ունենա։